ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդին միանալու առաջարկ է ստացել նաև Հայաստանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել եւ ընդունել է հրավերը, որպես հիմնադիր անդամ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին։ Թեմայի շուրջ զրուցել են քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի հետ։ Թրամփը ըստ երևույթին փորձում է ձևավորել ինչ-որ մի կառույցի, նոր կառույցի ֆորմատ, որը կարող է գլոբալ առումով հակադրվել ՄԱԿ-ին, Միացյալ Ազգերի կազմակերպությանը։ Այստեղ Հայաստանի իշխանությունները պետք է ընտրություն փաստացի կատարեն, իրենք մնալու են ՄԱԿ-ի շրջանակներում գործողությունների տրամաբանության մեջ, թե միանալու են այս նոր կազմակերպությանը, թե պետք է անդամակցեն միանգամից երկու կազմակերպությանը, նախկինների պես իրենք էլ են էլի շատ խոսում եւ-ի մասին։ Խոսքը սրան է վերաբերվում պարզապես $1 միլիարդ մեր իշխանությունները հաստատ մասխելու ուրիշ տեղ կգտնեն, էլի այստեղ չեն իրենք դա ներդնելու։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել էր, որ չի միանա խաղաղության օրակարգին։ Մակրոնը կարծում է, որ նոր կազմակերպության կանոնադրությունը գերազանցում է Գազայի հատվածին վերաբերող հարցերը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում Փարիզում։ Ֆրանսիան հատկապես մտահոգված է ՄԱԿ-ի սկզբունքներին եւ ինստիտուցիոնալ նորմերին հետևելու հարցով, որոնք ըստ Ֆրանսիայի քննարկման ենթակա չեն։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ բացասական վտանգավոր ոչինչ չի տեսնում, քանի որ այդ հրավերը բոլոր երկրներին է ուղղված։ Չեմ կարծում, որ ինչ-որ բացասական վտանգավոր բան լինի, որտեղ դա այդ հրավերը բոլորին բաներ, բոլոր երկրներին, այդտեղ փաստացի Միացյալ Նահանգների նախագահան փորձում է, այսպես ասած, ցույց տալ, որ ինքը աշխարհի բոլոր կենտրոնական խնդիրները լուծում է, եւ իր համար պետք է այսպես ասած երկրներ, որոնք համաձայն են դրա հետ, այսինքն ինքը դեռ փաստացի այնտեղ գլխավոր դերակատարում ունենալու։ Ինքը հրավիրել է Պուտինին, Լուկաշենկոին, Մակրոնին, որոշ երկրներ համաձայնվել են, որոշ երկրներ չեն համաձայնվել։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը եթե համաձայնվի, ապրես ողջություն կլինի։ Կարծում եմ, որ որևէ խնդրեմ չկա։ Ֆրանսիան հրաժարվել էր մասնակցության համար, որովհետև ասում էր, որ պետք է ՄԱԿ-ի անդամակցությունից դուրս գալ։ Այսինքն այս պարագայում Հայաստանը համաձայնում է ՄԱԿ-ի անդամակցությունից դուրս գալ եւ միանալ այս խաղաղության խորհրդին։ Տեսեք, այստեղ ես կարծում եմ, որ ամեն մի երկիր փորձում է իր քաղաքականությունը տանի եւ փորձում է այսպես դիրքավորվի։ Հիմա Ֆրանսիայի այսպես ասած բացատրությունը բացատրում է, որպեսզի ինչի չի ուզում մասնակցի մի բանում հետ, որտեղ Թրամփը մեծ դեր ունենալու։ Հիմա ես կարծում եմ, որ մենք Ֆրանսիայից տարբերվում ենք այդ իմաստով, ես մեծ տրագեդիա չեմ տեսնի, եթե Հայաստանը դրա մեջ համաձայն։ Ես մեծ ողջություն չկա դեր համար։